ընտրական օրենսգիրքը այդ հարցերը հստակ կարգավորել է։ Եթե քաղաքական որևէ ուժ չի հավաքում 50% պլյուս 1 ձայն, ապա երկու հնարավորություն կա ընտրությունների հետագա ընթացքի հետ կապված։ Առաջին հնարավորությունը այն է, որ այն քաղաքական ուժերը, որոնք ընդհանրություններ ունեն միմյանց հետ եւ գումարային առումով իրենց հասանելիք մանդատների թիվը գերազանցում է 52%-ը, նրանք իրավունք ունեն կոալիցիա կազմելու։ Կոալիցիա կազմելու առաջին նախապայմանը այդ 52% պլյուս 1 մանդատ ունենալու հանգամանքն է, բայց կա նաև երկրորդ եւ ավելի կարևոր հանգամանքը։ Այդ կուսակցությունները պետք է համաձայնության գան վարչապետի թեկնածուի շուրջը։ Եթե այդ համաձայնությունը կայացվում է, համաձայնության են գալիս վարչապետի վերաբերյալ, ապա այդ կուսակցությունների գործադիր մարմինները իրենց որոշումների վերաբերյալ տեղեկացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ դրանով ըստ էության ընտրությունը ավարտվում է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ պարագայում հայտարարում է, որ ազգային ժողովի ընտրությունը ավարտվել է, այդ ընտրության արդյունքում ընտրվել է երկրի վարչապետ եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաեւ որոշում է այդ որոշման մեջ նաեւ հստակ սահմանում է, թե ազգային ժողովի ուրեմն որ կուսակցությունները կամ դաշինքները ինչքան վերջնական մանդատ են ստացել մեր խորհրդարանում։ Դրանով ընտրությունը ավարտվում է։ Այսինքն առաջին փուլի հետ կապված կա երկու հնարավորություն։ Եթե ինչ-որ մի ուժ ունի բացարձակ մեծամասնություն, ինքը արդեն հայտարարում է, որ իրենց վարչապետի թեկնածուն այսինչ անձն է եւ այդ պարագայում արդեն հանրապետության նախագահը հրամանագրում է այդ թեկնածուին որպես վարչապետ, երբ որ սկսվում է ազգային նորընտիր, ուրեմն ազգային ժողովի առաջին նստաշրջանը, հենց այդ օրը հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրում, նշանակելով այն անձին, որը առաջին փուլի արդյունքներում դարձել է վարչապետի թեկնածու։ Նա դառնում է վարչապետ։ Երկրորդ տարբերակը այն է, երբ որ չկա այդ մեծամասնությունը, այդ դեպքում կա հնարավորություն կառուցելու այդ կոալիցիան։ Կոալիցիայի ստեղծման անհնարինության պարագայում է միայն, որ մեր ընտրական օրենսգիրքը նախատեսում է երկրորդ փուլի անցկացում։ Կարող է այնպես լինել, որ նաև այն պոտենցիալ կոալիցիայի թեկնածուները, որոնք կարող էին կոալիցիա ձևավորել, համաձայնության չգան թեկնածուի վերաբերյալ, չնայած նրանք գումարային առումով ունեն հնարավորություն ձևավորելու ուրեմն նոր կառավարություն, այսինքն պայմանավորվելու վարչապետի շուրջը, որը հետագայում այդ կառավարությունը ձևավորելու է։ Այդ պարագայում արդեն երկրորդ փուլի պարագայում ընտրությանը մասնակցում է միայն երկու ուժ՝ առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերը։ Այդ առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերի շուրջ երկրորդ փուլում նույնպես հնարավոր է ձևավորել դաշինքներ եւ այդ պարագայում արդեն ի տարբերություն առաջին փուլի երկրորդ փուլի քվեաթերթիկը ուղղակիորեն նշում է, թե առաջին տեղը զբաղեցրած ուժի վարչապետի թեկնածուն ով է եւ երկրորդ տեղը զբաղեցրած ուժի վարչապետի թեկնածուն ով է։ Եվ ըստ էության տեղի է ունենում վարչապետի ուղղակի ընտրություն։ Երկրորդ փուլի իմաստը հենց վարչապետին որոշելու մեջ է կայանում։ Կա նաև մեկ այլ լրացուցիչ առանձնահատկություն երկրորդ փուլի հետ կապված։ Պատկերացնենք ստեղծվել է մի իրավիճակ, որ հաղթում է, ասենք, երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն, որը առաջին փուլի արդյունքներում դիցուք ստացել է 30% ձայներ։ Այդ պարագայում, եթե երկրորդ տեղը զբաղեցրած ուժի վարչապետի թեկնածուն հաղթում են, ուրեմն այդ ուժը ստանում է 52% մանդատ,
Այսինքն իրենք ստանում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի իրենք ունենան կայուն մեծամասնություն։ Այդ կայուն մեծամասնությունը մեր սահմանադրության պահանջն է 89-րդ հոդվածի, որովհետև սահմանադրությունը նախատեսել է, որ ցանկացած պարագայում, երբ որ ընտրություններ են տեղի ունենում, ազգային ժողովում պետք է լինի կայուն մեծամասնությունը։ Կայուն մեծամասնությունը սկզբնապես, երբ որ ընտրական օրենսգիրքը ընդունվում էր 54% մանդատի մասին էր խոսում, 2021 թվականի ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո այդ մեծամասնությունը հիմա 52%-ին է հավասարեցվել։ Երբ որ երկրորդ տեղը զբաղեցրած ուժը հաղթում է երկրորդ փուլում եւ ստանում է լրացուցիչ մանդատներ, այդ հանգամանքը իրապես ստիպելու է առաջին փուլում հաղթած եւ պոտենցիալ կոալիցիա կազմող ուժերին ավելի շուտ գնալ կոալիցիայի, քան թե թողել ամեն ինչը նոր ընտրության։ Երկրորդ փուլը ըստ էության նոր ընտրություն է, պարզապես արդեն ֆիքսված երկու ուժերի միջև։ Եվ այդտեղ կա արդեն մեծ խթան բոլոր այն ուժերի համար, որոնք ունեն որոշակի ընդհանրություններ համաձայնության գալու վարչապետի թեկնածուի շուրջը եւ ինչպես ես արդեն նշեցի, եթե այդ համաձայնությունը կայացվում է, ապա դրանով էլ ազգային ժողովի ընտրությունները ավարտվում են։ Այդտեղ արդեն ընտրական օրենսգիրքը հստակ կանոնակարգել է ժամկետներով, ուրեմն երկրորդ փուլի հետ կապված եթե կոալիցիան չի ձևավորվել, ուրեմն ընտրություններից հետո այստեղ կարծեմ 25 օր է պետքա, բայց մի հատ նայենք, այս մասը ես չեմ կարող հիմա հստակ ասել, հա, դուք մի հատ այդ նայեք, ուրեմն դրանից այդ որոշակի ժամանակահատված անցնելուց հետո երկրորդ փուլն է տեղի ունենում, մինչև երկրորդ փուլը, երբ որ առաջին փուլը արդեն տեղի է ունեցել, այդ կոալիցիաների ձևավորման համար հստակ ժամկետներ են սահմանված։ 9 օր սահմանված է այն ուժի համար, որը առաջին տեղն է զբաղեցրել եւ ինքը փորձում է կոալիցիոն դաշնակիցներ գտնել արգելապատնեշները հաղթահարած ուժերի մեջ։ Եթե այդ 9 օրը լրանալուց հետո առաջին տեղը զբաղեցրած ուժը համաձայնության չի գալիս որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա ձևավորելու վերաբերյալ, արդեն հաջորդ ուրեմն կոալիցիա կազմավորելու իրավունքը ժամանակագրական առումով անցնում է երկրորդ տեղը զբաղեցրած ուժին եւ նրանց համար նույնպես 9 օրվա ժամկետ է նախատեսված, որպեսզի այդ կոալիցիան ձևավորվի։ Կոալիցիա չձևավորվելու պարագայում է միայն, որ անցկացվում է երկրորդ փուլ։ Ժամկետը, եթե չեմ սխալվում, 25 օր է առաջին փուլի ավարտից հետո։ 2021 թվականի ընտրություններում շատ ձայներ են փոշիացվել, խոսքը հետևյալի մասին է։ Ուրեմն ազգային ժողով անցնելու իրավունք են ստանում միայն այն կուսակցությունները, որոնք ստանում են վավեր ձայների առնվազն 4%-ը, 4%-ից ավել պետք է հավաքեն, որպեսզի իրենք ներկայացված լինեն խորհրդարանում։ Այսինքն 4%-ից ավել ձայները վերածվում են մանդատների։ Եթե որևէ կուսակցություն, որը մասնակցում է ընտրություններին, դիցուք հավաքում է 3.99% ձայն, ապա ինքը որևէ մանդատ ազգային ժողովում չի ստանում։ Կուսակցությունների համար ուրեմն արգելապատնեշը 4% է։ Եթե կազմավորվում են դաշինքներ, դաշինքները կարող են բաղկացած լինել առնվազն 2 կուսակցությունից եւ դեպի անվերջություն։ Ուրեմն մեր ընտրական օրենսգիրքը 2021 թվականի փոփոխություններից հետո նախատեսում է, որ եթե դաշինքը բաղկացած է մինչև 3 կուսակցություններից, ապա այդ դաշինքի համար արգելապատնեշը, այսինքն խորհրդարան անցնելու շեմը 8% է, էլի վավեր ձայների։ Իսկ եթե դաշինքը շատ ավելի մեծ է, ընդգրկուն է եւ 3-ից ավելի կուսակցություններ են կազմավորում մի դաշինք, այդ պարագայում անհրաժեշտ է ստանալ վավեր ձայների 10%-ը։ Եվ եթե այս ընտրություններում համապատասխանաբար կուսակցությունը չստանա 4%,
մինչև 3 կուսակցությունից բաղկացած դաշինքը չստանա 8%, 3-ից ավել կուսակցություններով կազմավորված դաշինքը չստանա 10%, ապա այդ կուսակցություններին, այդ ուժերին տրված ձայները որևէ ազդեցություն չեն ունենալու ազգային ժողովի ձևավորման վրա։ Այդ ձայները փոշիանում են, մեկ բառով ասած, այդ ձայները կորում են, դրանք չեն բաշխվում որևէ կուսակցության վրա, պարզապես, երբ որ մանդատները բաշխվում են արգելապատնեշները հաղթահարած կուսակցությունների վրա, հաշվում են այն ձայները, որոնք որ տրվել են ընտրությունների ընթացքում, եւ իրականում այն կուսակցությունները, որոնք որ արգելապատնեշը հաղթահարում են, նրանց ստացած մանդատների թիվը ավելի մեծ է լինում, քան թե այն տոկոսը, որոնք որ իրենք ստացել են ընտրությունների ընթացքում, որտեղ իրենց տեսակարար կշիռը մեծանում է պարլամենտում։ Այն ուժերը, որոնք որ փոշիացրել են իրենց ձայները, նրանք մանդատ չեն ստանում եւ դրանց հաշվին իրենց տեսակարար կշիռը բարձրանում է։ Այսինքն կարող է լինել այնպիսի իրավիճակ, որ մի քաղաքական ուժ ստանա դիցուք 5%, բայց ասենք պարլամենտում ունենա 10%-ին հավասար մանդատ։ Դա հենց այդ փոշիացման վտանգն է եւ այդ պարագայում արդեն ցանկացած ողջամիտ ընտրող, եւ որ գնում է ընտրության, որոշել է գնալ ընտրության, այլ ոչ թե տանը մնալ, բացի նրանից, որ ինքը կարևոր որոշում է կայացրել, որ ինքը ուզում է մասնակցել ընտրությանը, ինքը նաեւ պետք է մտածի, թե ինչքան է հավանականությունը, որ այն ուժը, որը որ ինքը նախընտրում է, կարող է հաղթահարել այդ արգելապատնեշը։ Եվ եթե ինքը չակերտավոր, ասենք, սխալ ընտրություն է կատարում, սխալ ձիու վրա է իր դրույքը դնում, կարող է այնպես լինի, որ իր տված ձայնը որևէ նշանակություն չունենա ազգային ժողովի ձևավորման վրա։ Եվ հետևաբար այս պարագայում առաջին կարևոր գործոնը ընտրությանը մասնակցելու ցանկությունն է, բայց դա միայն բավարար չէ, անհրաժեշտ է նաև, որ ցանկացած, անկախ նրանից, որ քաղաքական ուժի կողմնակից է ընտրողը, ինքը շատ լավ հասկանա, թե արդյոք այն կուսակցությունը, որին որ ինքը պատրաստվում է ձայն տալ, ունի ռեալ շանսեր անցնելու պարլամենտ։ Իհարկե դա որևէ մեկը չի կարող 100%-անոց ճշգրտությամբ ասել, բայց ակնհայտ է, որ եթե դու ցանկանում ես ինչ-որ մի փոքր կուսակցության ձայն տալ, որը նոր է ձևավորվել, հայտնի չի ընտրազանգվածի մեջ, ապա բնականաբար այդ կուսակցության շանսերը լինելու են բավականին ցածր։ Եվ ընտրողը, եթե ինքը այսպես ասենք բևեռացված ընտրության կողմնակից է, իշխանություն թե ընդդիմություն, պետք է այդ տարբերությունը զգա, հասկանա եւ գիտակցված ընտրություն կատարի։ Սա խոսում է այն մասին, որ մենք ունենալու ենք, եթե այդպիսի թվեր են, որ մենք ունենալու ենք ավելի մեծ ձայների փոշիացում, քան 2021 թվականին։ Եվ փոքրիկ Հայաստանի համար այդքան կուսակցություններ ունենալը բառից բուն իմաստով շռայլություն է, որից որևէ մեկը չի օգտվում, բայց վնասները, որի մասին ես խոսեցի, երբ որ ձայները փոշիանում են, ակնհայտ են։ Ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ում 18 տարին լրացել է, իրավունք ունի մասնակցելու ընտրություններին, բայց չկա պարտադրանք մասնակցելու։ Մյուս կողմից, եթե պարտականության առումով մենք դա դիտարկենք, դա մենք կարող ենք որակել որպես քաղաքացիական պարտականություն, որովհետև ժողովրդավարությունում ընտրողները պետք է որոշեն իրենց կառավարության, իրենց խորհրդարանի, ուրեմն ճակատագիրը եւ մասնակցելով ընտրությանը իրենք նաեւ կերտում են իրենց ապագան։